Կանանց իրավունքներ, անվտանգություն, որոշումների կայացում, այս ձևակերպումները հաճախ ենք լսում, բայց որն է դրանց կապը մեր առօրյայի հետ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևը հենց դրա մասին է, ինչպես պաշտպանել կնոջը եւ ներգրավել նրան անվտանգային հարցերում։ Սա հատկապես կարևոր է ազգային փոքրամասնությունների կանանց համար, որոնց առնչվող շատ խնդիրներ հաճախ դեռ ներկայացված են պետական քաղաքականություններում, մինչդեռ նրանց խնդիրների ներառումը առանցքային է կայուն հասարակություն ունենալու համար։ Այս օրակարգին է նվիրված Խիրատ մեդիայի եւ Արմավիրի զարգացման կենտրոնի համատեղ արշավը։ Մինչ քննարկումը դիտենք տեսանյութ 1325 բանաձևի մասին, որից հետո կզրուցենք մեր հյուրի, ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը ծրագրի համակարգող Քնարիկ Մկրտչյանի հետ։ Միավորված ազգերի կազմակերպությունը կանանց մասնակցությունը խաղաղության կառուցման եւ հակամարտությունների կարգավորման բոլոր ասպեկտներում մեծացնելու նպատակով նախաձեռնել է կանայք խաղաղություն եւ անվտանգություն օրակարգ։ Ուսումնասիրվել է խաղաղության կառուցմանն ուղղված 40 գործընթաց։ Պարզվում է, որ կանանց ներգրավվածությունը որպես վկաներ, միջնորդներ կամ բանակցողներ 35%-ով բարձրացնում է առավել կայուն խաղաղության պայմանագրերի հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Միավորված ազգերի կազմակերպությունը կանայք խաղաղություն եւ անվտանգություն օրակարգով փորձեց մեծացնել կանանց մասնակցությունը խաղաղության կառուցման եւ հակամարտությունների կարգավորման բոլոր ասպեկտներում։ Երբևէ լսել ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի մասին։ 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է 1325 բանաձևը, նպատակ ունենալով անդրադառնալ կանանց վրա զինված հակամարտությունների ազդեցությանը եւ մեծացնել նրանց մասնակցությունը խաղաղության կառուցմանը։ Բանաձևն իրավական ուժ ունի եւ պարտադիր է անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ իրոք, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածի, պետությունները պարտավոր են կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներն ու բանաձևերը։ 10 տարի շարունակ կին իրավապաշտպաններն ու խաղաղաշինական կազմակերպությունները արշավ են իրականացրել, որպեսզի ցույց տան, թե ինչպես են զինված հակամարտություններն ազդում կանանց վրա եւ կոչ են արել կանանց մասնակցել խաղաղության կառուցման ջանքերին։ Այս ջանքերի արդյունքում ընդունված անվտանգության խորհրդի 1325 բանաձևը 18 հոդված պարունակող փաստաթուղթ է, որն ունի 4 հիմնասյուն՝ մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում եւ վերականգնում։ Տիկին Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ։ Առաջին հարցս գալով սկզբից, երբ որ սկսեցիք ծրագիրը իրականացնել, Հայաստանի համար ինչպիսի մարտահրավերներ կային, այդ համատեքստում ազգային փոքրամասնությունների կանանց մասով ինչ դժվարություններ կար, որ ծրագիրը փորձում եք իրենց համար իրականացնել։ Գիտեք, ընդհանուր առմամբ ոչ միայն ազգային փոքրամասնությունների, ես ընդհանուր առմամբ սկսեմ խոցելիություն ունեցող խմբերից, որովհետև եթե խոսում ենք կանայք խաղաղություն անվտանգություն օրակարգի եւ խոցելիություն կամ խոցելի խմբերի մասին, այստեղ իհարկե ինչպես ցանկացած այլ վայր համար մեկ խոչընդոտը տեսանելիությունն էր, թե այդ խմբերի տեսանելիությունը, թե այդ խմբերի խնդիրների տեսանելիությունը, ինչպես նաեւ մեկ այլ խնդիր էր ներկայացնում իրենից այն, որ քանի որ ներկայացվածությունը, տեսանելիությունը բավարար աստիճանի չէ, միանշանակորեն խնդիրները, կարիքները եւ ամենակարևորը շահերը նաև ներառված չեն համապատասխան փաստաթղթերում, նաև ինչու՞ չէ գործողությունների ազգային ծրագրերում։ Միևնույն ժամանակ, այսքանով հանդերձ նախորդ գործողությունների ազգային ծրագրերը, այս պահին մենք երրորդ գործողությունների ծրագիրն ենք իրականացվում, որը ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին, շատ լայն էր լեզուն, այսինքն այսպես թե այնպես հնարավոր էր ցանկացած խմբի խնդիրներ արտացոլել իրականացման գործընթացներում, հա, գործողությունների ազգային ծրագրի, բայց ամեն դեպքում խնդիրները հստակ մատնանշել նշանակում է նաև հստակ լուծումներ տալ, այսինքն սա էլ այդ տեսանկյունից բավականաչափ մեծ չափով խնդիր էր ներկայացնում։ Մեկ այլ կարևոր խնդիր, որ ուզում եմ ասել, հատկապես եթե խոսում ենք եզդիական ազգային փոքրամասնությունների մասին, ցավոք սրտի նաև Հայաստանում էլ սա շարունակում է լինել, երբ որ բռնությունը մշակույթի մաս է ներկայացվում։ Բռնությունը չի կարող մշակույթ լինել։ Իհարկե խոշոր հաշվով բռնության մշակույթ էլ որպես այդպիսին գոյություն ունի, բայց բռնությունը որպես ավանդույթ կամ
մշակույթ ներկայացնելը միանշանակորեն սխալ է, բայց ցավոք սրտի շատ հաճախ աչքերը փակել եւ ընդհանրապես քայլեր չձեռնարկել հենց այս արդարացման բեր տեղի ունենում, որը նույնպես մարտահրավեր էր եւ կարծում եմ առաջին հերթին ձեզ համար էր մարտահրավեր, որովհետեւ այդ իրավիճակում աշխատել նշանակում է նաեւ դեմ առնել համակարգային խնդիրների եւ համակարգային պատային իրավիճակի։ Սա եւս մեկ այլ մարտահրավեր էր եւ երրորդ մարտահրավերը, որ կցանկանայի նշել, այն էր, որ ընդհանրապես կանայք խաղաղություն, անվտանգություն օրակարգը մի կողմից ազգային փոքրամասնությունների խնդիրները արտացոլված չէին լիարժեք եւ մյուս կողմից օրակարգը հասկանալի չէր հենց ազգային փոքրամասնությունների համար։ Այսինքն առաջին քայլը թերևս առաջին մարտահրավերը հաղթահարելը կլիներ իրազեկումը եւ կարողությունների զարգացումը։ Ձեր փորձից ելնելով, որքանով են պետական կամ համայնքային ծրագրերում հաշվի առնում կանանց սպეციფიկ խնդիրները։ Գիտեք, այստեղ երկու տեսանկյունից պետք է նայել՝ բուն փաստաթղթին եւ դրա իրականացումը։ Նախ այս առումով նշեմ, որ իսկապես մեր փաստաթղթերը շատ հաճախ գենդերազգայունության պակաս ունեն, այսինքն բավարար գենդերազգայուն չեն, ընդհանուր է լեզուն, խնդիրները կոնկրետ, ինչպես դուք նշեցիք, սպეციფიկ սահմանված չեն, որի պատճառով նաև լուծումները շատ հաճախ սպეციფიկ չեն լինում, եւ սա կրկին ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ դեռևս թեև մենք իսկապես ունենք դրական զարգացումներ, բայց չունենք բավարար չափով տարբեր խմբերի ներկայացվածություն, այսինքն շատ մարգինալացված խմբեր շարունակում են դեռևս լինել մարգինալ վիճակում։ Եվ այստեղ, եթե նույնիսկ ներկայացված են խմբերը, այսինքն ես արդեն նշեցի, որ լեզուն ընդհանուր է, իսկապես շատ խնդիրներ արտացոլված չեն, բայց մյուս կողմից էլ եթե նույնիսկ արտացոլված են, շատ հաճախ կաղում է արդեն իրականացումը, այսինքն այս հարթակում էլ մենք ունենք խնդիրներ եւ եթե մենք խոսում ենք կոնկրետ 1325 բանաձևի եւ գործողությունների ազգային ծրագրի մասին, պետք է նշեմ, որ գործողությունների ազգային երրորդ ծրագիրը բավականին առաջադեմ է, խնդիրները բավականին կոնկրետ են սահմանված, այդքանով հանդերձ շատ խնդիրներ թվում է թե դեռևս այսպես մեր տեսադաշտից դուրս են մնացել, այսինքն սահմանված չեն, գործողություններ չկան դրա համար, բայց այստեղ լավ լուրն այն է, որ ի տարբերություն մյուս երկու նախորդ գործողությունների ազգային ծրագրերի, գործողությունների ազգային երրորդ ծրագիրը մենք համարում ենք ապրող փաստաթուղթ։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Սա ներկայացնում է, որ եթե իրականացման ընթացքում տեսնում ենք խնդիրներ, բացեր կամ նոր իրավիճակ է ստեղծվում, մենք կարող ենք համապատասխան փոփոխություններ իրականացնել գործողությունների ազգային ծրագրում, բայց կրկին անգամ հիշելով այն հանգամանքը, որ իրականացումը եւս պետք է զգայուն լինի։ Կուզենայի համագործակցությունների մասին խոսել հասարակական կազմակերպությունների հետ, ոնց է սկսվում իրենց հետ այդ համագործակցությունը եւ ինչպիսի փորձ եք արդեն ունեցել։ Երբ որ մեր առաջին մասը բրենդ ծրագրի ավարտեցինք, իրականացրեցինք խորքային վերլուծություն հասկանալու ծրագրի ազդեցությունը եւ բոլոր կազմակերպությունները հավաքական թիվը ցույց տվեց, որ 80%-ով կարողացել են մեծացնել իրենց համագործակցությունը այլ ՀԿ-ների եւ տեղական ու կենտրոնական իշխանությունների հետ, որը շատ մեծ հաջողություն է։ Կցանկանայի նաեւ, որ քանի որ ձեր տաղավարում եմ գտնվում, անդրադառնալ նաեւ մարդու իրավունքների եզդիական կենտրոնին, կոնկրետ համագործակցության մասով շատ, այսպես ասած, ավելացված արժեքը այդ added value կոչվածը այն է, որ ի վերջո մենք կարողացանք հենց ի շնորհիվ եզդիական մարդու իրավունքների եզդիական կենտրոնի մասնակցության շնորհիվ ել ավելի ներառական դարձնել թե մեր ծրագիրը, թե գործողությունների ազգային ծրագիրը, թե կանայք խաղաղություն, անվտանգություն օրակարգը, որովհետև եզդիական կենտրոնը օրակարգը, բանաձևը, ինչպես նաև գործողությունների ազգային ծրագիրը տարավ համայնքներ, մասնավորապես ազգային փոքրամասնությունների համայնքներ, ինչը շատ մեծ ձեռքբերում է մեզ համար, ոչ թե ուղակի հաշվետվությունների մեջ գեղեցիկ ինչ-որ բան գրելու համար, այլև հասկանում ենք, որ սա առաջին հերթին հենց համայնքներին է աջակցում։ Այստեղ խոսելով ֆինանսավորման խնդիրների հետ կապված, նախորդ տարիների ազգային ծրագրերը, երբ որ հաստատված էր, այս տարվանն էլ, այս երրորդը, որ արդեն իրականացվում է, երբ որ նայում ես, ինչ որ տողերում, որտեղ որ բյուջեի մասով է, դատարկ են դրանք երևում, կարծում եմ դա ազդեցություն կունենա արդեն իրացման փուլում։ Այս տիպի խնդիրներ, երբ որ առաջանում են, ինչպես է լուծվում։ Շատ դիպուկ հարց եք տալիս, թերևս մարտահրավերներից խոսեցինք, բայց եթե խոսում ենք իրականացման մարտահրավերների մասին, դա շարունակում է համար մեկը լինել, այսինքն պետական ֆինանսավորման բացակայությունը, որի պատճառով անհավասարաչափ է իրականացվում գործողությունների ազգային
ազգային ծրագիրը, այսինքն եթե ՀԿ-ն ունենում է գումարներ, դոնորն ունենում է հետաքրքրություն որևիցե գործողության նկատմամբ կամ ինչ որ պետական գերատեսչություն ունենում է համապատասխան գումար եւ իհարկե նաեւ հետաքրքրվածություն, տվյալ գործողությունն իրականացվում է, հակառակ դեպքում բաց է մնում։ Ֆինանսական աղբյուրները որպես այդպիսին որևիցե սահմանափակում չունեն, իհարկե հենց գծի մեջ սահմանված է պետական ֆինանսավորում, դոնորների կողմից ֆինանսավորում, ՀԿ սեկտորի կողմից ֆինանսավորումը ընդունելի է, այսինքն այս ընդհանուր բացը, որ մենք ունենք, ավելի փորձում ենք փակել ընդհանուր նաև իրազեկման բարձրացմամբ, շահապաշտպանական աշխատանքներով, դոնորներին ենք փորձում ներգրավել, նաև խմբավորել, թե որ դոնորը կոնկրետ որտեղ կարող է ընդգրկված լինել եւ այս առումով նշեմ, որ նաև միջգերատեսչական հանձնաժողովը, որը պատասխանատու է գծերի ստեղծման, իրականացման, մոնիթորինգի համար, բավականին բաց է համագործակցության համար, այս առումով նաև մեր համագործակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի եւ հանձնաժողովի աշխատանքները կարգավորող գերատեսչության, ավելի ճիշտ նախարարության, արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ փորձում ենք թիրախավորել նաև այս խնդիրները։ Իհարկե, ես այստեղ կարևոր եմ համարում նշել այն, որ սա մեկ ծրագրի խնդիր չէ, մեկ ինստիտուտի խնդիր չէ, մեկ կազմակերպության կամ մեկ նախարարության խնդիր չէ։ Պետք է ընդհանուր բոլորը իհարկե շահագրգիռ կողմերը աշխատեն ֆինանսավորման բացրը լրացնելու համար։ Գալով արդեն մեդիայի դերի մասին, այսպիսի ծրագրեր է իրականացվում ու առհասարակ այս օրակարգն է փորձարվում առաջ տանելու, ուզում էի հասկանալ, թե ըստ ձեզ որքանով է կարևոր, որ մեդիան լուսաբանի այդ ամեն ինչը։ Առաջին հերթին շատ կարևոր է, որպեսզի մեդիան էլ համապատասխան իրազեկման եւ կարողությունների զարգացման դասընթացների կամ չգիտեմ վերապատրաստման ինչ որ գործընթացների մասնակցի, որովհետեւ թեման շատ զգայուն է, այստեղ մենք իհարկե մարդկային պատմություններին ենք անդրադառնում, պատերազմական իրավիճակներում գենդերային հիմնախնդիրներին եւ պետք է իհարկե նաեւ հմտություններ ունենալ այդ ամենը ճիշտ լուսաբանելու եւ մի վնասիր սկզբունքով լուսաբանելու համար։ Սա առաջին կարևորագույն բանը։ Երկրորդը գործողությունների ազգային ծրագրի նշանակության բարձրացման գործընթացներում մեդիան շատ մեծ դեր ունի անելու, մասնավորապես հետամուտ լինելու իրականացման աշխատանքներին, մշտադիտարկման աշխատանքներին, համայնքներում հասկանալու ինչպիսին է համայնքներում պահանջարկը գործողությունների ազգային ծրագրի մասով, այսինքն այստեղ խոսքը իրազեկման, հասարակության նաև կրթման, ինչպես նաև եթե կարելի այդ բառն օգտագործել պահանջատիրության մեծացման գործընթացներում մեդիան ունի շատ մեծ դեր եւ կարծում եմ, որ այսօր մեդիաներ կան, որ ամեն դեպքում համագործակցում են։ Մեդիա հարթակը պետք է միանշանակորեն հաշվի առնի նաեւ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությունը, որպեսզի նաեւ հաջողի կանայք խաղաղություն, անվտանգություն օրակարգի լուսաբանման հարցերում։ Շատ լավ։ Ինձ թվում է դուք սրան արդեն պատասխանել եք, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ հարցնել։ Վերջի այս օրակարգը ինչի է ուզում հասնել։ Շատ լավ հարց եք տալիս, իհարկե սա համար մեկ խնդիրն է։ Օրակարգի կարևորագույն նպատակն է խաղաղության կերտման, հակամարտությունների հաղթահարման, որոշումների կայացման գործընթացներում մեծացնել կանանց եւ ոչ միայն կանանց, բոլոր խմբերի գործուն մասնակցություն, այդ meaningful participation, իմաստալից մասնակցությունը, ոչ թե ուղղակի ձևական մենք կարողանանք մասնակցություն ապահովել, այլ իսկապես կարողանանք այնպիսի մասնակցություն ապահովել, որը հենց առաջին հերթին այդ խմբերի կենսամակարդակի եւ կյանքի վրա կունենա ազդեցություն։ Երկրորդ կարևորագույն նպատակը խնդիրների բարձրաձայնումն է, իհարկե, եւ դրանց թիրախավորումը։ Սրան է միտված հենց գործողությունների ազգային ծրագիրը, սահմանել խնդիրը, համապատասխան գործողությունները իրականացնել եւ այդ խնդիրներին անդրադառնալու համար եւ սա ես նշեցի, բայց ամբողջ նպատակը իհարկե կանայք խաղաղություն եւ անվտանգություն օրակարգի հենց մարդկային անվտանգության վրա շեշտադրումն է, մարդկային անվտանգության mainstream անելը, տարածել է բոլոր այլ ոլորտներում եւ կայուն, երկարատև դրական խաղաղության հաստատումն է։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք։